Եվրաօրենքի քաղաքացիական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ենթադրություն կամ բանսարկություն է որակում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՔՊԱ-ականներն ընդհանրապես մտադիր են հրաժարվել եվրաինտեգրման գործընթացից։ Դա տեղեկություն չի, դա ուղղակի ենթադրություն է կամ ասենք բանսարկությունը, բայց ոչ տեղեկություն։ Այսինքն դուք վստահ եք, որ գործընթացը ավարտվին է հասնելու եւ երկրորդ ընթերցման ամբողջականալու է ձեր նախագիծը։ Ամեն ինչ տանում է դրան եւ դրանից շեղման այս պայծրությամբ որևէ նախադրյալ չունենք։ Շաբաթվա սկզբին խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց եվրաօրենքի երկրորդ ընթերցումը։ ՔՊԱ-ական Արման Եղոյանը եւ նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վստահեցրին, որ 2 ամիս չի ձգվի նախագծի վերջնական ընդունումը։ Ասել էին հնարավոր է ուրբաթ, այսինքն այսօր կամ հաջորդ շաբաթվա առաջին օրերին անպայման նորից կքննարկեն նախագիծը։ Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն կա, որ երկուշաբթի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ ունի։ Այս պահին եվրաինտեգրման հանձնաժողովի նոր նիստի մասին խոսք չկա։ Չնայած հաճախ կայքը տեղեկացնում է առաջիկա օրերի նախատեսված հանձնաժողովների նիստերի մասին։ Խորհրդարանի խոսնակը 3 օր առաջ վստահեցրեց, այդ պահի դրությամբ եվրաօրենքից հրաժարվելու նպատակ չունեն։ Նախաձեռնությունը եղել է հանրության կողմից։ Մենք դրան կողմ ենք քվեարկել։ Շարունակությունը այդ քննարկումը այս դալիճում էր տարածվում, երբ որ ասում էին, որ սա հես հետևանքը կունենա, սրանից հետո դուք ԵԱՏՄ-ից պետք է դուրս գանք եւ այլ։ Այս պահին, այս փուլում որևիցե այլ տարբերակ եւ որևիցե այլ բան չի քննարկվում։ Այս փուլում միայն դրա կողմ քվեարկելու որոշումը քաղաքացիական պայմանագիրը ունի եւ հաջորդիվ կքվեարկի։ Սիմոնյանի այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ աշխարհաքաղաքական լարված գործընթացներում Երևանը փորձում է ոտքը կախ գցել, վերջնականապես չայրելով Մոսկվա տանող կամուրջները։ Սիմոնյանը տեղեկացնում է, ամռանը Երևանում դիմավորելու է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին, շատ հարցեր ունեն քննարկելու։ Իսկ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերանայելու մտադրություն ունի Երևանը, օրինակ, ապասառեցնել անդամակցությունը ռազմաքաղաքական այդ կառույցում։ ՀԱՊԿ-ից այսօր Հայաստանին հասկացրել են, որ եթե մինչև 2025 թվականի ավարտ չմարի ՀԱՊԿ-ում իր բաժին պարտքը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ։ Միաժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հավանական չի համարել, որ Հայաստանին կհեռացնեն ՀԱՊԿ-ից։ Կառույցում էլի դեպքեր են եղել, երբ անդամ երկրները տեխնիկական, ֆինանսական եւ այլ պատճառներով պարտքեր են ունեցել։ Ընդդիմությունը նկատում է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա լուրջ մտորումների մեջ է։ Սպասում են, փորձում հասկանալ։ Ի վերջո, ինչով են ավարտվելու Վաշինգտոնի Մոսկվայի բանակցությունները եւ արժե արդյոք հավատալ այն Եվրոպային, որն այսօր անվտանգային ճգնաժամի մեջ է։ Վստահաբար սպասում են որոշակի զարգացումների, բայց վախենամ, որ հենց այս իշխանությունն է լինելու, որ գնալու է եւ խնդրի, որպիսի ՀԱՊԿ-ի կասեցումը ապա կասեցնեն, այսպես ասեմ, որովհետև ես զարմանում եմ, երբ որ այս իշխանությունները փորձում են իրենց ներկայացնել այսպես Ռուսաստանից դիստանցավորվող, իշխանություններ, որովհետև ըստ էության ավելի այսպես ռուսամետ իշխանություն, որ այս ընթացքում եղել է, թերևս քան այս իշխանությունն է դժվար է գտնել։ Ես այո, կարծում եմ, որ հենց Ռուսաստանի դուռը առաջին վազողը լինելու է այս իշխանությունը, կախված աշխարհաքաղաքական զարգացումներից։ Իսկ Եվրաօրենքը ընդդիմադիր падգամավորի կարծիքով 60,000 ՀՀ քաղաքացիներին խաբելու միջոց է միայն։ Հայաստան խմբակցության падգամավորը փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի հայտարարությունն է հիշեցնում, օրինագիծն ընդամենը Եվրամիությանը մերձեցման հարց է լուծում եւ դրա ընդունումը պետք չէ շփոթել Հայաստանի ԵՄ-ին անդամակցության հետ։ Ստացվում է, որ այս իշխանությունը կրկին անգամ խաբում է, այս անգամ էլ խաբում են 60,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր վստահել են այս իշխանությանը, ովքեր հավատում են, որ այս իշխանությունը իրականացնելու է իրենց իղձերը եւ նպատակները, ինչպես նշում է օրենքի հեղինակ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, այս իշխանության իղձերը եւ նպատակները ձեր իղձերի եւ նպատակների հետ բացարձակ չի համընկնում։ Վարդանյանը պնդում է եվրոպական երազանքի քողի տակ ներքաղաքական նպատակներ են թաքնված։
էս էլ կալոշ է։ Առաջիկա նախընտրական արշավը կլինի դեպի Եվրոպա են գնում վերամբարձ կարգախոսով եւ կվերածվի քարոզչական խաբեության, որպեսզի խորհրդարանում Փաշինյանն ունենա ընդդիմություն իր ճաշակով։ Իրենց անհրաժեշտ է լինելու իրենց արբանյակային ընդդիմությունը։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անիղ Անդիլյան, Հայլուր։